Ռուբինյանին այլ ինչ հարցեր ունեք։ Ռուբինյանին ինձ այո, ոնց կարամ չունեմ։ Կպարզաբանեք ինչ հարցերի շրջանակում նախատեսել։ Ես այնքան բարձ բաց ասենք, ես Ռուբինյանը դաժե կարար 3 գար մեր տուն։ Մի հատ իրար հետ ցես նախապես անցնեին, որ իր համար ոչ մի անակնկալ չլինի, որ ուղիղ եթեր ալելու, բայց սյուրպրիզ չլինի։ Ասենք գուցե նախապատրաստ Ապա ասում եմ, հիմա ասենք թե ժամ 2-ի համար, եթե լսում ա, թող նախապատրաստվի։ Օրինակ Ռուբինյանն ունի մի հատ խորհրդական, մի հատ օգնական, մի հատ գործավար։ Իմ նամակին չեն պատասխանում։ Ուզում եմ անամ այսքանով ընդ ինչ են անում, որ մի քաղաքացու նամակի չեն պատասխանում։ Էդ էլ է իր հերթին։ Ուրեմն ինքը հայ-թուրքական գործընթացում ստացել է բանագնացի կարգավիճակ, ճիշտ է։ Մեր երկրի սահմանադրությամբ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը։ Ինքը ազգային ժողովի պաշտոնյա է։ Ով է իրան իրավունք տվել իրականացնել կառավարության ֆունկցիա։ Այսինքն կառավարությունը պիտի արտաքին քաղաքականություն իրականացնի, գա ազգային ժողովին, այդ թվում Ռուբինյանին հաշվետվություն ներկայացնի։ Հիմա Ռուբինյանը ոչ մի իրավական կարգավիճակ չունի, այսինքն վարչապետի որոշում չկա նրան հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու վերաբերյալ, ինչը կա օրինակ Սերդար Քլեչի պարագայում։ Բայց ինքը ասում է, Փաշինյանն ասում է, ես եմ իրան նշանակել, ինքը ինձ է հաշվետու։ Այնիշ պիտի մեր սահմանադրությամբ լիներ ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը մեկին նշանակել այդ գործում բանագնաց, գործադիր իշխանությունից։ Նա գնար գար Ռուբինյանին հաշվետվություններ։ Հիմա ես ուզում եմ Ռուբինյանից իմանամ մեր երկրի սահմանադրական կարգը ինքը ինչի է խախտում։ Իրանով է իրավունք տվել։ Ես օրինակ նաև հիմա պարոն Ռուբինյանին ասեմ, որ քանի որ ինքը հիմա կլսի, որ ինքը նախապատրաստվի ընտանիքին զգուշացնի, որ կարող է ժամ 2-ից հետո ինքը գնա ազգային անվտանգության ծառայություն, որովհետև այնտեղ կա հատուկ վարչություն, կոչվում է սահմանադրական կարգի վերահսկման, չգիտեմ ինչ վարչություն։ Ինքը պիտի ինքնախոստովանությամբ այս մեր բացատրական աշխատանքից հետո ներկայանա ասի այո, ես փաստորեն մեր երկրի սահմանադրական կարգը խախտել եմ, որովհետև սահմանադրությամբ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները տարանջվածված եւ ինքը լինելով օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյա, ապօրինի առանց որևէ իրավական հիմքի իրականացնում է գործադիր իշխանության գործառույթներ։ Պարոն Ղազարյան, բայց զուգահեռ նաեւ ասել եք, որ բարձրացնելու եք կամ հարցնելու եք նրանց դիրքորոշումը իմպիչմենտի։ Նամակից վերել եմ, ասում եմ իմ նամակին ինչի չեք պատասխանել, հենց էդ է ասում, ասենք մի խորհրդական, մի օգնական, մի գործավար ունի, Լետի Ռուբինյանն են, Հակոբ Պարշակյանը вообще մի եկա կոլեկտիվ հավաքի գոտում։ Դրա ազգային ժողովի կայքում որ նայեք, էլ խորհրդական, էլ ռեֆերենտ, էլ օգնականներ, ինչ ասես ունի, ասենք մի քաղաքացու նամակի չեն պատասխանում։ Մի քանիսը անգամ պատրել են, հա, նամակները։ Այո, պատրել, ասեք ով է իրավունք տվել, ասեք քաղաքացու, ընդ որում գիտեք երբ Արսեն Թորոսյանը դա պատրել է քաղաքացու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։ Այսինքն շաբաթ օրը նշել են իրանց սահմանած քաղաքացու օրը, երկու շաբթի օրը գալիս աշխատավայր տենում է քաղաքացուց նամակ աստացել, կարդում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հետ առանց կարդալու պատրում է քաղաքացու ստացված նամակը։ Ղազարյան, բայց ըստ էության լրացավ այն ժամկետը, որը ուղղված էր խորհրդարանական խմբակցություններին, 10-օրյա, հիմա փաստացի նախաձեռնողներն են, հա, վարչապետի թեկնածու առաջադրելու, եթե այո, ում թեկնածությունն եք առաջադրելու եւ ներկայացնելու արդեն խմբակցություններին։ Մենք վարչապետի տեխնացու առաջադրելու տրամադրություն չունենք, դա բոլոր դեպքերը մնում է որպես падգամավորների ֆունկցիա։ Այդ իմաստով հայտարարություններից մի քիչ հուսադրող է, պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը։ Իրենք ասում են չունեն, բայց ասել են, որ բաց են, պատրաստ են քննարկումների համար։ Այդ քննարկումները ես չի, որ իրանց համար պիտի անեմ, այդ նշանակում է իրենք էլ պիտի նախաձեռնեն եւ այդ քննարկումները անեն մյուս падգամավորների հետ։ Եվ հուսով եմ, որ որոշակի խելամիտ ժամկետ մենք դեռ կսպասենք իրենց ներքին քննարկումների եւ այդ որոշումը կայացնելու համար։ Դա падգամավորների իրավասությանը վերաբերող հարց է։ Ղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նախաձեռնել։ Ներեցեք, ոնց որ նույն հարցն եք տալի։ Հովիկ Ղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են նախաձեռնում եւ մայիսի 20-ին պատրաստվում են հայտարարել վարչապետի տեխնացուի անունը։ Կարծում եմ նորմալ է, այսինքն մեր առաջադրված խնդրի տեսանկյունից նորմալ է, որովհետեւ մենք դիմել ենք բոլոր падգամավորներին, անկախ իրենց կարգավիճակից, որ որևէ մեկը դա նախաձեռնի եւ եթե կան երկու падգամավորներ, որոնք դա նախաձեռնում են, ես դրան նորմալ եմ։ Բայց հայտանշական էր, որ իրենք չէին միանում այն նախաձեռնությանը, որը երկրորդ նախաձեռնություն դեռ չկա։ Այլ նախաձեռնություն չկա։ Այս բանը իրանք էլ դեռ պաշտոնապես չեն մեկնարկի, այսինքն երբ որ լինի նոր այդ ժամանակ քննարկվի։ Օրինակ եթե պարզվի, որ իրենք ունեն նախաձեռնություն
որի տակ կա 2 պատգամավորի ստորագրություն եւ կա մի ուրիշ նախաձեռնություն, որտեղ կա 20 պատգամավորի ստորագրություն, կարծում եմ, որ այդ դեպքում խելամիտ կլինի իրենցից ակնկալել, որ իրենք կմիանան այն նախաձեռնությանը, որի ընթացքի հավանականությունը ավելի մեծ է։ Պարոն Ղազարյան, եւ այնուամենայնիվ այս մի քանի օրերի ընթացքում Հայաստան Դաշինքի տարբեր ներկայացուցիչների մեկնաբանությունները իմպիչմենտի վերաբերյալ որքանով են ձեզ համար ընդունելի, օրինակ ընդհանուր միջև ասում են, որ անլրջացնում եք այս գործընթացը, ասում են, որ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին եք ջուր լցնում եւ այլն եւ այլն։ Գիտեք ինչ, այդ ընթացքում տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, բոլորին կարծում եմ պետք չի տրվել այդ մեկնաբանություններին ամեն ինչին արում, մանավանդ որ այդ մեկնաբանությունները իրենք են տեղով անլուրջ։ Ես ուզում եմ հասկանամ, եթե մի բան վերաբերում է падգամավորի իր պարտականությունների կատարման սահմանադրական կարգավորում են, դրա անլուրջը ո՞րն է։ Ո՞նց կարա դա համարվի, հա։ Չեն ասում, որ չեն անում, ասում են, որ այս պահին նախադրյալներ չկան։ Որ պահին կա, 2022 թվականի օգոստոսի 2-ից իրենք դա անելու իրավունք ունեին։ 2022-ից մինչև հիմա որ չեն արել, ոչ մի անգամ դրա նախադրյալները չի եղել, այն որովհետև այն նախադրյալները, որ իրենք վկայակոչում են, դրանք բազմիցս եղել են, ասում են փողոցում լինի անհրաժեշտ թվով մարդ։ 2022 թվականի սեպտեմբերին հլիշեք ինչքան մարդ էր հավաքված։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը ձեզ ուղիղ ասել է, որ իմպիչմենտին իրանց դաշինքը չի միանալու։ Ռոբերտ Քոչյանը դա չէր կարող ասել, որովհետև Ռոբերտ Քոչյանը ազգային ժողովի падգամավոր չի։ Մենք Ռոբերտ Քոչյանին այդ հարցով չենք դիմել, մենք այդ հարցով դիմել ենք միայն ազգային ժողովի падգամավորին։ Ռոբերտ Քոչարյանը դաշինքի ղեկավար չի, Հայաստան դաշինք գոյություն չունի, ընտրություններից հետո գոյություն ունի Հայաստան խմբակցություն, որի ղեկավարը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն, այլ Սեյրան Օհանյանը։ Եվ հենց Սեյրան Օհանյանն ասում է, որ այս գործընթացը նաև իրենց վարկաբեկելու համար է քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելու, որոնք առաջիկա ընտրությունների համար կօգտագործվի։ Հիմա ասենք, որ ես եկել եմ այսօր քպեական падգամավորների հետ հանդիպամ, դա էլ է իրանց դեմ։ Հələ մտ հարցն ենք էլի Սեյրան Մուշեղի։ Մտավախությունը ո՞րն է ասես, իրենց մտավախությունը, որ հայտարարության տեքստը տարածում, իրար գիծնում են այդ հայտարարության տեքստը բոլոր պատգամավորները, ո՞րն է մտավախությունը իրենց այս բան, ինչով է առաջին խնդիրը իրենց ինչ։ Դե փաստացին է, որ իրանք ըստեյության չեն նախաձեռնում դրա գործընթացը։ Ինչ հարցում եք թե ինչու, բայց այդ նամակը ես չեմ կարող ասեմ, այն մոտեցումները, որ իրենք են նշել իրենց հայտարարության մեջ, ինձ համար սկզբունքորեն անընդունել են։ Ես տպավորություն ունեի, որ այդ հայտարարության տեքստը իրենց համար գրել է իրենց թշնամին։ Որտեւ ասենք այնց պատճառաբանություններ են նշում 8 հոգի ավանսով падգամավոր ես պիտի իրենց համար բերեմ, հետո մի հատ 20 վերջնահաշվարկ, դրա հետ միասին ասած մեծ թվով մարդիկ, այդպես բան մամբուշ խմբակցություն նստում էր այդպես բանը գրում։ Բերեք։ Հələ մի հատ իրանց էլ բերենք, ասեք, որ իրանց բերելու դժվարություն ունենք, բայց ոչինչ։ Բոլոր դժվարությունները կարծում եմ հաղթահարել են եւ կհաղթահարեն։ Առանց բաց հրապարակումների հանրայնացման եղել են զանգեր, հանդիպումներ, թեկուզ քպեականների, որոնք ցանկանում են օրինակ մաս կազմել են օրակարգին, ներքի պայմանավորվածություններ ունեք հուլիսային։ Չկա եւ չի կարող լինել այդպիսի պայմանավորվածություն, քանի դեռ չկա նախաձեռնություն։ Այսինքն այդ ամեն ինչը կարող է լինել միայն այն դեպքում, եթե կա օրինակ այսօր ես հիմա որ քպեական կարծում եմ մեծ մասը քպեից են, էլի դրա համար չնայած ընդդիմությունից էլ կան այս հանձնաժողովի անդամները, դե ուզում եք եթե ասեմ, այս հանձնաժողովի կազմում են Վահե Ղալումյան, Արեն Մկրտչյան, Գառնիկ Դանելյան, Դավիթ Դանելյան, Միքայել Թումասյան, Լիլիթ Կիրակոսյան, Արման Ղազարյան, Տարոն Մարգարյան, Արթուր Սարգսյան, որում երեքը Հայաստան խմբակցությունից, մեկը պատիվ ունեմից, մյուսը ՔՊ-ից։ Այսինքն եթե ընդունելությունը հանձնաժողովի հետ է, նշանակում է բոլորը պետք է գան։ Այսինքն մենք հիմա իրանց հետ չենք քննարկում կոնկրետ նախաձեռնություն։ Ինձ հետաքրքիր է թե իրանք ինչի չեն սկսում, յուրաքանչյուր մեկը ինչի չի սկսում նախաձեռնություն այս փաստերի պայմանը։ Իսկ երբ որ որևէ մեկը սկսի, ասենք օրինակ Հովիկ Աղազյանը կամ պատիվ ունեմը, եթե հույս ունենան, կամ Հայաստան դաշինք չպիտի բացառել։ Որևէ մեկը եթե սկսի այդ նախաձեռնությունը, մենք արդեն կփորձենք քննարկումները տանել առարկայական կոնկրետ նախաձեռնության շրջանակում։ Վերջին հարցը 11:03-ին արդեն պարոն Ղազարյան, Աննա Վարդապետյանն է ազգային ժողովում, իրեն ասելիք չունեք։ Աննա Վարդապետյանների տեսագրությունը Ղազարյան versus Ղազարյան նախագծի շրջանակներում կլինի այսօր կցուցադրվի ուրբաթ օրը։